Կանայք, ովքեր իրենց ընտանիքների հետ միասին որոշում են կայացնում չգնալ ֆորմալ աշխատանքի, մնալ տանը, զբաղվել երեխաների խնամքով, տնային գործերով։ Այս պարագայում, եթե մենք չենք ճանաչում սա որպես աշխատանք, որևէ տնտեսական արժեք չենք տալիս, փաստորեն կանանց դնում ենք ավելի վատթար իրավիճակում ի համեմատ մյուս կանանց, ովքեր գնում են ֆորմալ աշխատանքի։ Բայց պետք է հասկանալ, որ այս աշխատանքը չափազանց կարևոր աշխատանք է, եւ եթե կինը որոշում է կայացրել ամբողջովին իրեն նվիրել այս աշխատանքին, սա պետք է գնահատականի արժանանա։ Շատ ֆորմալ աշխատանքների համեմատ շատ ավելի բարդ աշխատանք է, ել չասեմ, որ երեխայի խնամքը ինչքան պատասխանատու գործ է, եւ ուղղակի չճանաչել ու չգնահատել այս աշխատանքը նաեւ մարդու իրավունքների եւ արդարության սկզբունքից ճիշտ չէ։ Բայց նաև կանանց համար սոցիալական տնտեսական խնդիրներ է առաջացնում, որովհետև ստացվում է, որ հետագայում կենսաթոշակի առումով ավելի վատթար իրավիճակում է կինը հայտնվում, եթե որևէ կերպ չի ճանաչվել իր աշխատանքը կամ որոշ դեպքերում առողջապահական ծառայություններից օգտվելու խնդիրներ է ունենում, այսինքն տնտեսապես եւ նաև արդարության տեսանկյունից ավելի բարենպաստ պայմաններից, իրավունքներից զրկվում է։